Երիտասարդներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ հավաքվել են մեկ վայրում։ Մեկնարկում է Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում նախաձեռնությունը։ Այն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ և Հայաստանի կառավարության հետ գործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ապահովել, որ երիտասարդները մասնակցեն տեղական որոշումների կայացմանը։ Սա մի մեխանիզմ է, որը մեզ հնարավորություն է տալիս համայնքում բարձրացնել երիտասարդների ակտիվությունը, երիտասարդներին հնարավորություն է տալիս թիմի հետ համագործակցել, գալ երկխոսության եւ թիմ համայնքի բնակիչ այդ վստահությունը եւ կապը ավելի ամրացնել։ 2023-ին GIZ-ը աջակցել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրմանը։ Գործընթացի շրջանակում համայնքային բյուջեի մի մասը տրամադրվում է քաղաքացիներին, որ գաղափարներ առաջարկեն եւ քվեարկեն դրանց օգտին, իրենց համայնքը զարգացնելու նպատակով։ Հայաստանի ավելի քան 50 համայնք արդեն հաջողությամբ կիրառել է այն։ Վերջին 2 տարիների ընթացքում համայնքներում տեսել ենք բազմաթիվ հաջողված ծրագրեր մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ, սակայն քաղաքացիների ներգրավումը ակտիվ աշխատանք է պահանջում։ Ակտիվություն պետք է ցուցաբերեն համայնքները, կարևոր դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ ամենակարևորը մասնակցել կարող են արդեն 16 տարեկանից։ Սա հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու իրենց համայնքների եւ բնակավայրերի զարգացմանն ու փոփոխությանը Հայաստանի մարզերում։ Ըստ Թոմ Լանդեսի, նախագծի նպատակն է մասնակցային բյուջետավորումը հասանելի դարձնել Հայաստանի երիտասարդությանը։ Մենք հույս ունենք մեր հանդիպումների միջոցով երիտասարդական կենտրոններում ընտրված մի շարք ավագ դպրոցներում, ինչպես նաև առցանց ուսուցումների ձևաչափով հասնել մեծ թվով երիտասարդների եւ առաջիկա տարում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավվել այս գործընթացում։ Մեկնարկային հանդիպման նպատակն է ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների, շրջանակի եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Առանց մարդկանց իրական մասնակցության, ներգրավվածության, նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող է պարզապես մնալ թղթի վրա։ Այստեղ է, որ ձեր դերը սիրելի երիտասարդներ դառնում է առանցքային եւ վճռորոշ։ Մենք ձեզ չենք դիտարկում որպես վաղվա օրվա կադրեր։ Այս արտահայտությունը ես չեմ սիրում, դուք այսօրվա գործող անձիկ եք։ Ձեր կրթությունը, նորարար միտքը եւ նույնիսկ ձեր քննադատական հայացքն այն է, ինչ պետք է պետական համակարգին ավելի արդյունավետ եւ նպատակային դառնալու համար։ Միջազգային գործընկերները նշում են, ժողովրդավարական գործընթացներում վաղ ներգրավվածությունը կարևոր է մասնակցության կայուն մշակույթ ձևավորելու համար։ Երբ երիտասարդները զգում են, որ իրենց ձայնը լսելի է, իրենց ավելի կարևոր են համարում եւ ժամանակի ընթացքում խրախուսում շարունակական քաղաքացիական մասնակցությունը։ Մասնակցային բյուջետավորումը հզոր գործիք է դա ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Մենք պետք է երիտասարդներին ներգրավենք ժողովրդավարական գործընթացներում։ Հավանաբար լավագույն մեկնարկային կետը տեղական մակարդակում բյուջետային գործընթացներին նրանց մասնակցությունն է։ Կառավարության պատկերացումն այնպիսին է, որ մասնակցային բյուջետավորման ծրագիրը պետք է դառնա համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ամենախոշոր ծրագրերից մեկը։ Երբ որ մենք հասկացանք, որ ծրագիրը հաջողությամբ առաջ է գնում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջի տարում 500 միլիոն դրամ 4 համայնքների մասով, հետագայում արդեն 1 միլիարդ դրամ, 2 միլիարդ դրամ, հիմա մենք մի քանի տասնյակի հասնող համայնքների մասնակցություն ունենք այս process-ի մեջ։ Պատասխանատուների համոզմամբ մասնակցային բյուջետավորումը արդյունավետ գործիք է քաղաքացիների ներգրավվածությունը խթանելու, հանրային վստահությունը ամրապնդելու, հանրային ծախսերը համայնքի առաջնահերթություններին ավելի համապատասխան դարձնելու համար։ Մենք իսկապես նախանձախնդիր ենք, որ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդները արդեն իսկ ունենան այն կարևոր հմտությունները, ունակությունները, գիտելիքները ակտիվ մասնակից դառնալու, ինչպես տվյալ իրենց ուսումնական հաստատության կառավարման գործընթացին, այնպես եւ իրենց բնակավայրի, համայնքի, մարզի, պետության մեջ իրավիճակի փոփոխմանը։ Սկսած 24 թվականից բյուջեն յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է եւ ներկայում ընթանում են միջնաժամկետ ծախսային ծրագրի 27-29 թվականի վերջնականացման աշխատանքները եւ այս շրջանակի մեջ եւս դիտարկվում է մասնակցային բյուջետավորման ֆինանսական միջոցների բարձրացման մեծացման այդ մտադրությունն ունենք։ Այսպիսով, ըստ պատասխանատուների, քննարկումը նպաստելու է նախաձեռնության կատարելագործմանը եւ օգնելու է մշակել գործնական մեխանիզմներ մեր երկրում մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությունը խթանելու համար։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։